Մտածել եք երբ և ինչպես է առաջացել վենչուրային կապիտալի գաղափարը, և ովքեր են եղել առաջին վենչուրային ներդրողները։ Որքան էլ զարմանալի լինի, դրանք հարուստ նավատորերներ էին, որոնք հարյուրավոր տարիներ առաջ դեռևս ֆինանսավորում էին այն վտանգավոր նավային ճանապարհորդությունները օվկիանոսներում, և եթե նավը ողջ առողջ վերադառնում էր, ապա դրանք կիսում էին շահույթը։ Այսպիսով ստացվում է մեծ ռիսկ, մեծ եկամուտ։ Այսօր էլ վենչուրային կապիտալի մոդելը նույնն է՝ անելով ավելի համարձակ ու ռիսկային ներդրումներ, ստանալ ավելի մեծ եկամուտ։ Սակայն ժամանակակից վենչուրային կապիտալը, ինչպես մենք գիտենք այսօր, սկիզբ է առել 1946 թվականին, երբ Հարվարդի համալսարանի դասախոս Ժորժ Դորյան հիմնադրեց առաջին վենչուրային ընկերությունը՝ American Research and Development Corporation-ը։ Եվ գաղափարը հեղափոխական էր նրանով, որ նորարարությունները ֆինանսավորելու հնարավորություն ունեին ոչ միայն հարուստ ընտանիքները, այլ նաև ինստիտուցիոնալ ներդրողները։ Ժորժ Դորիայի կատարած ներդրումը բերեց հարյուրապատիկ եկամուտ, այս ոլորտին սկսեցին ուշադրություն դարձնել շատերը։ Եվ 1950-60-ական թվականներին սկսեց Սիլիկոնյան հովտում զարգանալ վենչուրային կապիտալը։ Առաջին լեգենդար ներդրողներից էր նաև Արթուր Ռոքը, որը օգնեց ֆինանսավորում գտնել Fairchild Semiconductor-ին, որից հետագայում առաջացան Intel-ը, Apple-ը և շատ այլ ընկերություններ։ Եվ այսօր էլ վենչուրային կապիտալը շարունակում է ֆինանսավորել աշխարհի ամենամեծ փոփոխությունները, սկսած արհեստական բանականությունից մինչև biotech, fintech ու շատ այլ ոլորտներ։ Մինչև այսօր վենչուրային կապիտալի հիմքը նույնն է՝ հավատալ նորարարության հաջողությանը, մինչև բոլորը կսկսեն տեսնել դա։